Եթե դու բիզնես աշխարհում ես, բայց մարդիկ քո տեղը չգիտեն, ուրեմն դու գոյություն չունես։ Ինչից ես հրաժարվել, որ հասել ես այս ամեն ինչին։ Անհնար է, որ միշտ ամեն ինչ լինի հարթ։ Դա նորմալ է, դա կյանքի դինամիկան է։ Հավատում ես կարմային բիզնեսում։ Առհասարակ կյանքում եմ հավատում, ոչ միայն բիզնեսում։ Ես կարող եմ շատ ծանր որոշումներ կայացնել։ Ղեկավարը լավ ղեկավար է, որ ինքը կայացնում է որոշումներ, որոնք ճիշտ է, արդար է եւ բխում է ընդհանուրի շահերից։ Գործարարը բիզնեսմեն է, գործարարը ինչ ուզում ես, ոնց ուզում ես, ինչքան ուզենա քո համար լավ լինի, դրա այդքան ուզենալու որ իր բիզնեսի համար լավ լինի։ Այն գործարարը, որ չի կարողանում դելեգացնի իր այն ֆունկցիաները, որ կարող են անել այլ մարդիկ, ինքը չի կարող աճի, չի կարող մեծանա եւ չի կարող հասնի ավելի մեծ հաջողությունների։ Սիրելի ընկերներ, ողջույն։ Այսօր մեր երկրորդ եթերաշրջանի երկրորդ հաղորդումն է եւ իմ այսօրվա հյուրը Համլետ Դանիելյանն է։ Ողջույն Համլետ։ Ողջույն Արմինե։ Ինչպե՞ս ես։ Լավ, շատ մերսի դու։ Ես էլ լավ, շնորհակալ եմ։ Համլետ, որովհետեւ ես չներկայացնեմ, նախորդ հաղորդումներին միշտ ես եմ ներկայացրել, բայց այսօր այս երկրորդ հաղորդմանը ուզում եմ, որպեսզի իմ հյուրերը իրենք ներկայացնեն, ինչով են զբաղվում, ինչ գործունեություն են ծավալում ու ինչ արժեք են տալի մեր երկրին։ Ես ներկայացնում եմ Virtuos խորհրդատվական ընկերությունը, ինչպես գիտես, մենք 8 տարուց ավել արդեն շուկայում ենք, հիմնադրվել ենք 2018 թվականին։ Ես ընկերության համահիմնադիրն եմ եւ գործադիր տնօրենն եմ։ Ի սկզբանե գործունեություն ենք ծավալվել հիմնական երկու շուկաներում, առաջինը դա իրավաբանական եւ փաստաբանական ծառայությունների մատուցումն է, երկրորդը դա հաշվապահական ծառայությունների մատուցումն է իր ամբողջ ծավալով, այդ թվում նաեւ արկային խորհրդատվություն, արկային աուդիտ եւ այլն։ Վերջերս ընդլայնել ենք նաեւ մեր ծառայությունները եւ հիմա մատուցում ենք բիզնեսին նաեւ ֆինանսավերլուծական ծառայություններ, ինչը մեզ թույլ է տալի ել ավելի շատ բան իմանալ բիզնեսի մասին եւ օգնել իրանց ճանապարհը բիզնես աշխարհում ավելի հեշտ հարթել, պլյուս նաեւ սովորում ենք բիզնես անել նաեւ այլ բիզնեսների օրինակով։ Հիմնական գործունեությունս դա է, ու մասնագիտացումս հաշվապահությունն է, պլյուս մարդկանց եւ պրոցեսների կառավարումը, ես այդպես եմ ասում։ Ճիշտ ես ասում, որովհետեւ կարողանում ես կառավարել։ Մենք Համլետի հետ իդեպ նաեւ գործընկերներ ենք, միասին արդեն ինչքան համարյա մի տարի, համարյա մի տարի, այո, աշխատում ենք։ Ես որոշել եմ չգովել ոչ մեկին։ Փորձից ելնելով, բայց այդպես ովա չի ասում, մի քիչ առաջ ինչեր էի խոսում։ Հիմա ես ուզում եմ այս ամբողջը որ ներկայացրեցիր, ուզում եմ խոսենք ինչից ես հրաժարվել, որ հասել ես այս ամեն ինչին, այս դիրքիդ։ Շատ հետաքրքիր հարց ես տալիս, Արմինե ջան, իրականում երևի թե հաջողության ճանապարհին ուզես թե չուզես, ինչ որ բաներից պետք է հրաժարվես եւ ինչ որ մարդիկ, այդ թվում նաեւ թանկ, ինչ որ ժամանակ եղած պետք է քո կյանքից մաղվեն, բայց միևնույն ժամանակ հաջողությունը իմ կարծիքով լինում է երկու տեսակի, օրգանիկ ու ոչ օրգանիկ, այսինքն հաջողությունը կամ լինում է միանգամից կամ աստիճանաբար։ Իմ բախտը այդ առումով կարամ համարեմ, որ բերել է, որտեղ եղել է օրգանիկ, այսինքն ես աճել եմ փուլ առ փուլ եւ իմ ընկերությունն ու իմ բիզնեսը աճել է փուլ առ փուլ, հետեւաբար ես հասցրել եմ ամեն աճի հետևից կառուցել են մեխանիզմները, որոնք որ պետք են, իսկ դա ինձ թույլ է տվել շատ բաներից ընթացքում չհրաժարվել։ Իհարկե աշխատանքի պատճառով, գերզբաղվածության պատճառով բիզնեսի տուժումը, բիզնեսմենի հարաբերությունները եւ իր ինչ որ առումով ընկերների հետ եւ իր ընտանիքի հետ, որովհետեւ հիմնական ռեսուրսը ժամանակը դու ստիպված ես լինում բաշխել տարբեր շահառու խմբերի մեջ, sense կոչենք էլի իրանց։ Բայց բաշխում ես։ Եվ ես այդ շատ կարևոր է մեր մասնագիտության մեջ, հաշվապահության մեջ շատ կարևոր է բալանսը։ Եվ այդ նույն բալանսը շատ կարևոր է կյանքում, շատ կարևոր է հասկանալ, թե դու իհարկե էտապներ լինում են, էտապներ կան, որ դու պետք է մի կողմ դնես քո գործը, քո բիզնեսը եւ զբաղվես այդ բան քո ընտանիքով։ Էտապներ կան, որ քո ընտանիքում ամեն ինչ փառք Աստծո բնականon է, նորմալ է եւ քո ընտանիքն էլ արդեն թույլ է տալի քեզ ինչ որ առումով, որ դու գնաս հանգիստ զբաղվես քո բիզնեսում քո հարցերը լուծելով։ Բայց երբ դրանցից ինչ որ մեկը դրեցիր մի կողմ, միանշանակ խնդիր ես ունենալու։ Պետքա փորձես համատեղել։ Բայց այդ ընտանիքն էլ որ թույլ է տալիս, որ դու արդեն զբաղվես քո կարիերայով, այդ դրան էլ դու պետքա կարողանաս հասնել ընտանիքիդ վստահությանը, որ ընտանիքդ արդեն full քեզ վստահի ու հասկանա, որ դու իսկապես նվիրված ես նաև աշխատանքին։ Իմ մոտ օրինակ այդ չի ստացվում։
դու գիտես, ես չեմ կարողանում բաշխել ու բալանսը պահել, երևի ես հասկանում եմ, որ էդ էլ է պատճառը, որ ես պերիոդիչեսկի ունենում եմ նաև բիզնեսում խնդիրներ, որտեղ ես բալանս չունեմ։ Շատ տեղերում եմ լսել, շատ իմ գործընկերներ ու շատ ընկերներ են խորհուրդ տվել, նաև մեր Գրիգորը Առաքելյան, ով տենց խորացված մետաֆիզիկայի մեջ է, միշտ ինձ ասում է, որ բալանսը պետք է ունենաս եւ անձնական կյանք եւ բիզնես, որովհետեւ չի պահի անընդհատ էներգիատ մենակ բիզնեսը։ Բացի դրանից ամեն մեկը մոտիվացիայի ինչ որ աղբյուր է։ Ենթադրենք ինչ որ պահի քո համար մոտիվացիայի աղբյուր է բիզնեսում ինչ որ հաջողություն, ինչ որ պահի ընտանեկան ինչ որ երջանկությունը, այսինքն իրանք միշտ են մոտիվացիա, բայց ինչ որ պահի իրանք իրար հակակշռում են։ Հետևաբար եթե այդ պահին դու ունես մոտիվացիա ընդամենը մի աղբյուր, որը քեզ չի մոտիվացնում, դուրս է գալիս, որ քո մոտ սկսում է դեմոտիվացիայի շրջան ու հետևաբար դու չես կարողանում անել այն ամբողջ ծավալը աշխատանքի ու պատասխանատվության տանել, որը վերցրել ես քո վրա։ Ունես տենց ինչ որ ամենադժվար, ամենաբարդ տարի, որտեղ ունեցել է շատ հիասթափություններ ու ինչ որ նեղվածություն, որ կարող է չհերիքես գործին։ Տենց տարի եղել է եւ տենց տարի կարծում եմ մարդու կյանքում նույնիսկ մի տարի չի լինում, որովհետեւ եթե այդպիսի տարիներ չլինեն ինչ որ պայմանական 5 տարի կամ 10 տարի կամ 3 տարի լինի, որի արանքում դու այդպիսի տարի կամ թեկուզ 3 ամիս, 6 ամիս չունես, այդ նշանակում է, որ կամ դու չես աճում, կամ դու չես հասկանում քո շուրջը ինչա կատարում, որովհետև անհնար է, որ միշտ ամեն ինչ լինի հարթ։ Բայց լավ բան ես ասում։ Դա անխուսափելի է, դու կյանք ես ապրում, օրգանիզմ ես, քո կյանքն էլ իր հարմար ինչ-որ օրգանիզմը պետք է հիվանդանա, սովորի այդ հիվանդության դեմ պայքարել, հետո դրանից դասեր քաղի, որ գոնե նույն հիվանդությամբ չհիվանդանա, որովհետև կյանքում լիքը հետաքրքիր հիվանդություններ կան, էլի, կարելի է հերթով իրանցով հիվանդանալ եւ դրանից դասեր քաղել, սովորել։ Եթե դու դնես նպատակ քեզ, որ քո կյանքում պետք է ամեն ինչ լինի գլատկի, հարթ երբեք չի լինում, հատկապես բիզնեսում, էլ մենք այսօր ապրում ենք մի աշխարհում, որը որ թե առաջ փոփոխությունները նման լինում էին, չգիտեմ, 20-30 տարին մեկ, հիմա դու ամեն ամիս այլ իրականությունում ես ապրում։ Հետևաբար ամեն ամիս դու պիտի կարողանաս դրան հարմարվել, քո քայլերը տենց պլանավորել։ Երկարաժամկետ պլանավորումը թե կյանքում, թե բիզնեսում ինչ որ առում դառել է անիմաստ։ Ինչ վերաբերում է վերադառնալով քո հիմնական հարցին, այո, հիասթափություններ թե կյանքում, թե բիզնեսում ոչ թե լինում են, այլ պետք է լինեն, որովհետև դու չես կարող եւ ինքդ քո վարքագիծը միշտ այնպես կառուցել, որ ուրիշներին չհիասթափեցնես եւ երաշխավորել մնացածի վարքագիծը։ Հետևաբար լինելու են մարդիկ, որ կյանքում չեն արդարացնելու մեր սպասումները եւ լինելու են մարդիկ, ում սպասումները մենք չենք արդարացնելու, դա նորմալ է, դա կյանքի դինամիկան է։ Ես դրանից ինչ որ պահից արդեն հասկացել եմ, որ նեղսրտելու կարիք չկա, դրանք բոլորը դասել են, որ պետքա սովորես ու շարժվես առաջ, փորձես մի սխալը մի անգամ անես ու ավելի խելացի ձևով հետագա քո մարդկային եւ բիզնես հարաբերությունները կառուցես։ Հավատում ես կարմային բիզնեսում։ Առհասարակ կյանքում եմ հավատում, ոչ միայն բիզնեսում։ Ես չգիտեմ կարմա երևույթին խորությամբ ոնց որ ծանոթ չեմ, այսինքն այո, ես գիտեմ ինչ է իրանց այդ ներկայացնում եւ այլն, բայց իրա մասին տենց շատ խորը դատողություններ չեմ կարող անեմ, բայց այն իդեան, որ կա դրա տակ, ամեն դեպքում այո, ես հավատում եմ դրան, ինչ որ մեկը դրա անունը դնում է կարմա, ինչ որ մեկը դրա անունը դնում է հավատք, ինչ որ մեկը ասում է բումերանգի էֆեկտ, բայց դա կա, վստահաբար չի կարա կյանքում լինի այնպես, որ դու անընդհատ վատ եւ քո մոտ լավ, եւ չի կարա լինի այնպես, երբ որ դու միշտ լավը եւ բայց քո մոտ վատ է։ Ուրեմն ինչ որ միտեղ ինչ որ դիսբալանս կա, ինչ որ խնդիր կա, ինչ որ բանի դու ուշադիր չես, ինչ որ բան բաց ես թողում, տալիս ես այնտեղ, որտեղ չպետք է տաս, կամ ավելի շատ ես վերցնում այնտեղից, որտեղից իրավունք չունես վերցնել, որտեղ մենք միշտ հիմնականում մարդ իրայությամբ նայում ենք մեղադրական աշկով, բայց այդ մեղադրական աշկով պետք է նայենք նաև մեզ, որտեղ տեղեր կա, որ բալանս խախտողը մենք ենք, կարման խախտողը մենք ենք, կա այդ բան չէ, բայց հետո պիտի հասկանանք, փորձենք շտկել։ Ապրես ես հենց այդ էի ուզում ասել, որ այդ պետք է հասկանաս, որովհետև լինում են դե հիմա գիտակցաբար եւ ոչ գիտակցաբար քեզ սխալ ես պահում, երբ որ այդ խնդիրները քո մոտ, քո կյանքում սկսում են առաջանալ, դու հասկանում ես, որ ահա, կոնկրետ մասում, կոնկրետ մարդկանց հետ կամ կոնկրետ գործընկերոջ հետ վատ ես քեզ պահել ու հիմա դու պատասխան ես տալիս, միգուցե այլ ձև ես, ուրիշ ձևով ես պատասխան տալիս կամ ավելի վատ ես պատասխան տալիս, քան դու ես վատություն արել, բայց այդ պետքա գիտակցել, այդ պետքա հասկանալ ու դրա վրա պարտադիր պետքա աշխատել, որովհետև ես մի քանի տարի շարունակ անընդհատ ինչ որ sense խնդիրների մեջ էի հայտնվում, ինձ թվում էր, որ դա բացառապես իմ
մեծ քայլերն են, մեծ ռիսկերն են, որոնց միգուցե ես լավ չեմ հաշվարկել եւ այլն։ Իհարկե դա էլ է, բայց ես նաեւ հասկանում եմ, որ սա նաեւ այն սխալների համար են պատասխան տվել, որոնք որ ես գործել եմ։ Ու իմ վերաբերմունքը կոնկրետ մարդկանց նկատմամբ շատ փոխվել է, անգամ իմ վերաբերմունքը փոխվել է այն մարդկանց նկատմամբ դեպի լավը, այսինքն դեպի լավը որն է, ես այդ մարդկանց բաց եմ թողել ու առաջ կարեի զբաղվեի, որ ինչ որ հիշաչարություն անեի եւ այլն։ Շատ կարևոր բան է Հիմա սա։ չեմ անում, հիմա բացարձակ, դե դու գիտես որ չեմ անում։ Հիմա, ամենայն դեպս հիմա ես ամեն ինչը բաց եմ թողում ու թողնում եմ Աստծուն, ասում եմ միևնույնն է, այո, բոլորս պատասխան տալիս ենք։ Մի տարի հետո կլինի, 2 տարի հետո, հետո մի հատ կարևոր բան եմ ես ուսվոյից արել, որ եթե մենք անենք ինչ որ վատ բան ու դրա համար մեր բախտը բերի իբր թե մենք դրա համար պատասխան չտանք, մենք պատասխան չտանք, մեր երեխաներն են պատասխան տալու։ Այստեղով դուրս գալու է մեկը ինքը։ Կակնի կրուծի պատասխան տալու է։ Եթե հղում տանք Աստվածաշնչին, որը Տալու ես, կարևոր այո։ գիրք է վստահաբար բոլորիս համար եւ ես միշտ ասում եմ ինքը կարևոր գիրք է ոչ միայն հոգեվոր առումով, Այո։ այլև անկախ հավատքից ինքը Ապրելու։ կարևոր գիրք է եւ ապրելու եւ նաեւ բիզնես վարելու համար, էլի, եւ Այո։ հենց այդտեղ այդ նույն միտքը կա իրականում, որ եթե նույնիսկ դու էլ պատասխան չտաս, ինչպես ասացիր, դա մի Այո։ քանի պորտ կարա քո Հաստատ։ սերունդների վրա այդ ամեն ինչը հանգի։ Հա։ Իսկ ինչ վերաբերում է մարդկանց հետ հարաբերությունները բարձրացնելուն, ինքը մի քիչ անիմաստ զբաղմունք է իմ Ճիշտ կարծիքով, է, որովհետեւ ոչ մի ժամանակի մարդ վատնում։ վստահաբար ինքը չի մտածում, որ ինքը սխալ է արել եւ եթե մտածեր, որ սխալ արել, չեր անի։ Եթե իրա ճիշտը դա է, քո ճիշտը այլ է, Չէ, կան մարդիկ, հետեւաբար ովքեր վստահաբար իրան գիտակցում են, որ Համլետի հետ օրինակ հիմա սխալ են իրանց պահում, բայց քանի որ իրանց այս պահին կոմֆորտ է այդ, միգուցե իրանց շարունակում են այդ պահել, բայց ես իրականում նման մարդ կան, ես ունեցել եմ այդ։ Ես գիտակցել եմ, որ այս մարդու նկատմամբ, ես հիմիկվա մասին չեմ խոսում, մի քանի տարի առաջվա մասին եմ խոսում, սխալ եմ վարվում։ Ես դա գիտակցել եմ, ես դա իմացել եմ, որ ես հետո պատասխան տալու եմ դրա համար, բայց ես դա արել եմ։ դե երբեմն դու նույնիսկ որպես ղեկավար պարտավորես էլ որոշումներ։ Առասարակ ղեկավարը լավը չի, երբ որ ինքը կայացնում է պոպուլյար որոշումներ կամ այնց որոշումներ, որ ենթականների սրտով կլինի։ Ղեկավարը լավ ղեկավար է, որ ինքը կայացնում է որոշումներ, որոնք ճիշտ է, արդար է եւ բխում է ընդհանուրի շահերից։ Դու կարաս ունենաս կոլեկտիվ, չգիտեմ, որը բաղկացած լինի 50 հոգուց, դու որոշում կայացնես երկու հոգու համար շատ լավ լինի եւ իրանք քեզ շատ սիրեն, բայց եթե գլոբալ շահը տուժում է, այդ թվում նաեւ քո շահը, դա շատ սխալ է։ Այսինքն դու ընդհանուր որոշում կայացնելուց թիմում միշտ պետք է հասկանաս քո որոշումը ինչի է հանգեցնելու եւ արդյոք ինքը ծառայում է ընդհանուր շահին։ Այո։ Եթե վստահ ես, որ ծառայում է, եթե նույնիսկ ինչ որ մարդկանց սրտով չի, բա ղեկավարի պատասխանատվությունը այս դրամա, որ ինքը կարողանա անեն այն ինչ որ ճիշտ է, ոչ թե այն ինչ որ լավա, բարիա կամ պուպուշ է։ Կենցաղային չդարձնի էլի կազմակերպությունը, որտեվ ինձ մոտ լինում են դեպքեր, ես կարող եմ շատ ծանր որոշումներ կայացնել ու ոչ թե սպոնտան, շատ հենց սառնասրտորեն, ով դու էլ արդեն տեղյակ ես։ Ես կարող եմ շատ հանգիստ երկար ժամանակ վարել բիզնեսս, բայց շատ կտրուկ որոշում կայացնեմ ու այդ որոշումով գնամ, իմանալով, որ շատ աշխատակիցների դա կարա դուր չգա, բայց բիզնեսի փրկության համար ես այդ քայլերին կարամ գնամ։ Ես կարող եմ դուրս գալ իմ կոմֆորտ զոնայից, դա էլ դու գիտես։ Այս վերջերս մենք զրույց ունեցանք իմ արդեն հարազատ դարձած մարդկանցից մեկի հետ, ով ինձ հետ է աշխատում, ինձ մոտ է աշխատում, ղեկավար պաշտոնյա։ Բաներ է խոսում, որը որ չի բխում բիզնեսի շահերից, այլ բխում է ինքը ինձ հարազատ արունակցական բարեկամ է։ Բխում է միայն աշխատակիցների կոմֆորտից։ Ասում եմ, լսի, տպավորությունն է ինձ մոտ, որ մենք հիմա այո, ես բիզնեսի մեջ աշխատում եմ, իմ մոտ բարեկամ, ընկեր գոյություն չունի, ինձ մոտ բոլորս մենք աշխատում ենք։ Դուրս եկանք, վերջ, մենք արդեն նորից նույն բարեկամներն ենք։ Բայց աշխատանքի մեջ դու պետք է այնքանով խելացի լինես, որ հասկանաս, եւ աշխատակցին պիտի պահվի, եւ ղեկավարի կողմը պիտի պահվի։ Հիմա ասում դու այնպեսի հայտարարություններ ես անում, տպավորություն է ոնց որ ես լինեմ քո թշնամին, մնացածը լինեն քո բարեկամները։ Մի քիչ այդ մասին պիտի Հիմա ես չգիտեմ մեր ֆորմատը թույլ տալիս է թե չէ, բայց ես քեզ հարց ունեմ քո ասացի վերաբերյալ կարողանում ես դու այդ անձնական հարաբերությունները բիզնեսում իրոք թողնել մի կողմ, ասել որ մինչև պայմանական ժամը 6-ը մենք ղեկավար ենք, ենթակա ենք
ունենք պարտավորություններ եւ իրավունքներ, հա 6-ից հետո մենք բարեկամ ենք, հարազատ ենք, ընկեր ենք, խավոր ենք, սանիկ ենք եւ այլն։ Ոնց է դա քո մոտ ստացվում։ Երևի երբ որ ես թուլանալ նկատի ունեմ, երբ որ ես սկսում եմ ավելի մտերմանալ, հա, թմի հետ եւ այլն, ես հետ եմ նայում, դա ինչի է բերում, այսինքն իմ դժվար ուղին տեսնում եմ, որ կառավարումը շատ թուլանում է, չի կարելի թուլացնել։ Տեսնում եմ կառավարման թուլացման պատճառով թուլանում է մուտքերը ֆինանսական մուտքերը բերում են շղթա, արդեն գործընկերներին փոխանցումները վատանում են, այսինքն հարաբերությունները ոնց ուզում ես արա լարվում են, հա։ Ես նայում եմ հետ այդ ժամանակ, տեսնում եմ ինչերի միջով եմ անցել եւ հիմա ինչերի միջով եմ անցնում, իմ մոտ այդ ստրոգությունը նորից վերականգնվում է, ես սկսում եմ պահել դա, ես իմ մոտ հա դա շատ է պահվում։ Ինձ մոտ շատ հարազատ մարդ եմ ունեցել, ում ես մեկ վայրկյանում աշխատանքից հեռացրել եմ։ Ինչու, որովհետև ինքը չի համապատասխանել իմ կրիտերիաներին։ Ես մի անգամ եմ զգուշացնում, ընդամենը մի անգամ։ Երկրորդ անգամ, եթե ինձ մոտ բիզնեսի մեջ եղավ գոնե մի րոպե դիսկոմֆորտ, ես ֆիքսվում եմ այդ մարդու վրա։ Այդ աշխատակցի վրա եմ ֆիքսվում, ինքը կարա ֆուլ իրան, չգիտեմ, մի քանի ամիս լավ պահի, то есть հնարավորություն տա ինձ, որ ես էլ չֆիքսվեմ իրա վրա, մեկա ես արդեն այդ մարդու վրա ֆիքսված եմ, հա, մի րոպե, եթե ես դիսկոմֆորտ եմ զգում, ես իրան հեռացնում եմ աշխատանքից, որովհետև այդ դիսկոմֆորտը ինձ խանգարում է աշխատել։ Ես չեմ խոսում հեռու բարեկամի մասին, ես խոսում եմ շատ հարազատ բարեկամի մասին, ու այդ մի հոգի չի եղել, այդ երկու հոգի չեն եղել, այդ եղել են մի քանի հոգի, որոնց եղել է այո կոշտ եմ ասել, որ մենք չենք կարա իրար հետ աշխատենք, որովհետև դու իմ բիզնեսին ու ինձ տանում ես դեպի վատ, հա, ուղի։ Եղել է, որ ես նորմալ բացատրել եմ, որ ավելի լավ կլինի մեր հարաբերությունները ապրես չփչացնենք, մնանք բարեկամներ։ Սուտ ասեցի, որ դռնից հետո 6-ից հետո այդ իմ մոտ շատ է ստացվում։ Բայց ես համենայն դեպս 6-ից հետո աշխատում եմ ավելի փափուկ լինեմ։ Հասկացա։ Ես լիարժեք ստացա իմ հարցի պատասխանը։ Հա, չէ։ Իսկ դու կարողանում ես դա պահես։ Պատասխանը նման կլինի քոնին, փորձում եմ, որովհետև այդ պահելը չի բխում մենակ իմ շահերից, այլ բխում է բոլոր այն մարդկանց շահերից, ում հետ որ մենք այդ հարաբերությունների մեջ ենք գտնվում։ Ենթադրենք, եթե կոլեկտիվում կան մարդիկ, ում հետ դու գտնվում ես ոչ միայն աշխատանքային հարաբերությունների մեջ, այդ շատ լավ է իմ կարծիքով, որովհետև ես չեմ ընդունում այդ հայկական ասացվածքը, որ ասում են ծանոթի բարեկամի հարազատի հետ բիզնես չեն անում, բայց եթե իրանց հետ չանես ում հետ անես, բնականաբար առաջին հերթին դու պետքա բիզնես անես քո վստահելի մարդկանց հետ, բայց այդ ամեն ինչի մեջ պետքա լինի դերերի հստակ բաշխում եւ պետքա չլինի խանդ։ Ենթադրենք, եթե մենք, չգիտեմ, կազմակերպությունում պայմանական 4 հոգի որոշող ենք։ Եթե ես գիտեմ, որ անգլերեն ամենալավը դիմացիս երկրորդ իմ գործընկերն է խոսում, ես պետք է իմ խանդը հաղթահարեմ մեր օտարերկրագործընկերոջ հետ ես խոսալու հենց։ Պետք է թողեմ ընդհանուր շահի համար խոսային մարդը, ով այդ լավ անում եւ առասարակ վստահությունը բիզնեսում կվստահես գործընկերոջդ թիմիդ անդամին, թե մատակարարից շատ կարեւոր է, առանց վստահություն իմ կարծիքով բիզնես չկա։ Եվ բիզնեսում հաջողության հասնում են այն մարդիկ, ովքեր կարողանում են վստահել դիմացին։ Դե գիտես, ես ստորագրում եմ քո բոլոր ասածների տակ, բայց վստահություն հիմա իմ մոտ այդ մի քիչ ուվելի դժվար է։ Այդ իմ մոտ հիմա շատ բարդ է։ Գիտես, ես չեմ կարող ասեմ, ես վստահում եմ, ես ուղղակի աշխատում եմ, որտեվ պիտի անեմ։ Դե շատ բարդ է տենց, որովհետև բիզնեսը գնալով աճում է, եթե օրգանիկ է։ Եթե բիզնեսը գնալով աճում է, անընդհատ ավելանում են պատասխանատվության գոտիները եւ անելիքները։ Եվ մի հոգին, երբ որ ինքը սկսում է անել ամեն ինչ, դա դառնում է անել ոչինչ, որովհետև մի հոգին ունի սահմանափակ ռեսուրս, սահմանափակ նաև ուղեղ։ Շատ են անելիքները, վստահեցնում եմ, որ իմ թիմում էլ քո թիմում էլ կան մարդիկ, որ կարան մեզնից լավ անեն։ Եվ կան անելիքներ, որ իրանք չեն կարող անեն, որ մենք կարող ենք անենք կամ կարան, բայց ավելի վատ։ Դրա համար այդ դելեգացիայի երևույթը
շատ կարևոր է բիզնեսում, ինչքան էլ դրա մասին շատ է խոսվում, բայց այդ շատ կարևոր է։ Այն գործարը, որ չի կարողանում դելեգացնի իր այն ֆունկցիաները, որ կարող են անել այլ մարդիկ իր պես մի քիչ լավ, մի քիչ վատ, ինքը չի կարող աճի, չի կարող մեծանա եւ չի կարող հասնի ավելի մեծ հաջողությունների։ Էլի եթե մի հատ դրվագ ասենք Աստվածաշնչից, այնտեղ շատ լավ դրվագ կա, երբ որ ես կարդում էի գիրքը, ասում եմ, տես ըստ էության հոգևոր գիրք ես կարդում, բայց դրվագը, որը լրիվ բիզնես դրվագ է, 5 կտակարանում, եթե չեմ սխալում, ելք գրքում կա մի դրվագ, որ Մովսեսը սենց ոնց որ բոլորս օրվա վերջում հոգնած, սենց էներգակամ նստած է, ոչ մի բանի հավես չունի, մեկ էլ աներն է գալիս, եթե չեմ սխալում հոթեր անունը, ասում է, ինչ կա Փեսա ջան, էլ ես ինչի ես սենց հոգնած, ասում է, դե չեմ հասցնում, Իսրայելի որդիները շատ են, իրանց դատերն էլ շատ են, շատ խորհուրդներ պիտի տամ ու օրս բրծնում անելիքներս մենակ շատացած էլի, ասում է, դե սխալ ես անում, ասում է, համ քեզ ես տանջում Համը ժողովրդին ես տանջում, որովհետև բոլորի դատերը դու չպետք է անես։ Ասում եմ դու պետք է ունենաս տասնապետեր, պետք է ունենաս հարյուրապետեր, որոնք սկսեն անել այն դատերը, որոնք որ քո արշինի չի սենց ասած, էլի։ Քեզ պետք է հասնի այն դատերը, որոնք որ հենց դու պիտի եզրակացություն 10-ից 10 ասես այսպես արեք, էլի։ Դու վերցրել ես բոլորի դատերը դու ես անում, համ դու ես տանջում, համ է ժողովուրդն է տանջում, էլի։ Դա էլի նույն եթե պրոյեկտ ենք բիզնեսի վրա, այն ձեռնարկատերերն են, որ ուզում են օրինակ բոլոր իրանց մատակարարների հետ իրանք շփվեն։ Դու այդքան ժամանակ չես կարող ունենաս օրվա մեջ, որ դու բոլորին հետ շփվես։ Այսինքն դու պետք է ունենաս բուֆերային զոնաներ, պատասխանատու լավ մարդիկ, լավ թիմ, իսկ լավ թիմ ունենում այն մարդը, ով կարա լինի լավ թիմակից, անկախ նայած ղեկավարը թե չէ, էլի։ Հիմա շատ պոպուլյար է, բոլոր աշխատողները ղեկավարներից են դժգոհ, բոլոր ղեկավարները աշխատողներից են դժգոհ, բայց այդ երկկողմանի հարաբերությունը դա նույն ընկերության եւ ընտանիքի պես է։ Այսինքն չի կարա մի կողմը լավը լինի, մի կողմը վատ։ Դա երկարաժամկետ չի։ Հետևաբար դու պետք է ձևավորես թիմ, ուզես թե չուզես, եթե ուզում ես գնաս երկար ճանապարհ, որին անխուսափելի է վստահելը, որպեսզի կարողանաս process-ներդ բաշխես։ Լրիվ բիզնեսի մասին էր Մովսեսի պատմությունը, իրական։ Դե լրիվ բիզնեսի մասին է։ Հիմա այդ նույն իրական դելեգացիան է բացատրում, պրոստը 2500-3000 տարվա ճշմարտությամբ, էլի։ Տես նույն ֆորմատով հիմա ես իմ նոր գործընկերների հետ ես ոչ թե չեմ վստահում իմ մենեջերին, այլ այդ առաջին, չգիտեմ, իմ մոտ էս նստածը, որ այդ առաջին ոնց որ բանակցությունները պետքա ես անեմ, որ այսինքն այդ առաջին փուլը պայմանագրային արեցինք, վերջացրեցինք, նոր ես արդեն կցում եմ նաև մեր մենեջերին ու մենեջերն է մնացածը շարքում։ Նայ, ախր ես երբ որ առաջարկներ եմ անում իմ գործընկերներն են, չէ՞, այսինքն իմ ընկերներն են, ես եմ իրանց հետ սկսում արդեն այդ բանակցությունները, ես կարծում եմ դա անհարգալից վերաբերմունք կլինի իմ կողմից, հաջորդ օրը զանգեմ, ասեմ, համո ջան, ես շատ զբաղված եմ, արի մենեջերս քեզ կզանգի, դուք իր հետ պայմանավորվեք պայմանների բաների մասին, քեզ ինքը կասի։ Ես մինչև վերջ իմ ու Համոյի բանակցությունը կբերեմ վերջին կետին, արդեն մենք սկսում ենք աշխատել, ըստ այդմ կբերեմ արդեն համ, դե արի մենք դուրս գանք այս ամեն ինչի մեջից, քանի որ այս ամեն ինչով զբաղվում է մենեջերս։ Ունեմ գործընկերներ, ովքեր նեղացել են ինձանից անգամ, որ ես փորձել եմ իմ մենեջերին ոնց որ այդ առաջին փուլում կացել, հետո հասկացել եմ, որ նեղանում է ինձանից ու ասել եմ լավ, օքեյ։ Դե միշտ ունենալու ես գործընկերներ, որ ինչ-որ բանի համար նեղանում են, դա անխուսափելի է։ Մյուս կողմից իմ փորձից ասեմ, ինչ որ այսօր ես բաշխել եմ իմ շատ լավ թիմի մեջ, ինչ որ բա ինձ թվացել է, որ եթե դա ես չանեմ, չի լինի։ Ապրես ես։ Բայց հետո, երբ որ սկսել եմ ես չանել, հասկացել եմ շատ անգամ շատ ավելի լավ է լինում, որովհետև ես թե այդ պայմանական կարող զուգահեռ 10 հատ բան եմ մտածում, իսկ իմ թիմակից այդ բանը ավելի ազատ է, կոնկրետ խորանում է, արդյունք է տալի։ Իհարկե, սա խոսում ենք լավ թիմի, լավ թիմակիցների մասին, դրա հակառակ կողմն է կա կարած 10 մարդ հավիրի, բայց դե ձեռնարկատիրոջ նաև հատկությունը դրամա, որ ինքը հասկանա ում հետ է գործ բռնում եւ թեկուզ եթե 10 հոգուց 8-ն էլ այդպիսին են, իսկ իմ մոտ փարկաստու դրանից վերև է, դու ոչ մի խնդիր չես ունենում կամ ունենում ես խնդիրներ, որոնք պիտի ունենաս, որտեղ օրգանիկ է ինչ որ խնդիրներ պիտի լինի։ Այդ գիտես որ պահն է, այդ իերարխիայի պահն է, որ ամեն դեպքում всё-таки ես կարծում եմ, որ պետքա պահվի։ Տես ես առաջարկում եմ, ասում եմ, արի մենք երկուսով դուրս գանք, արդեն տանք մենեջերները անեն, ուղղակի գիտես շատ հաճախ դու
քո գործընկերոջ հետ ունենում ես արդեն պայմանավորվածություն, օրինակ ոնց ես ու դու, հա, մենք միասին համ գործընկերներ ենք, մենք առանձին ունենք, չէ, պայմանավորվածություն, ոնց որ մենեջերը այդ պայմանավորվածության մասին գիտի ու ինքը չի խառնվում դրա մեջ։ Հիմա նույնն էլ ըստեղ է, ոնց որ այդ նույն պահն է էլի գալիս, որ այդ դրա համար այդ առաջին փուլը ես փորձում եմ առաջինը անեմ, ըստ այդմ արդեն մենեջերներին Եթե հասցնում ես, կարում ես, չէ, չեմ հասցնում։ Եթե չես հասցնում, վստահաբար process-ը տուժում է դրանից։ Այն ինչ որ մենք անում ենք լարված, այն ինչ որ մենք անում ենք շտապելով, միշտ չի ունենում այն արդյունքը, քան այն ինչ որ մենք անում ենք հանգիստ, ժամանակ ունենալով, մտածելով։ Այսինքն հարցը դու այդ բային հոգեկան բավարարվածություն ես պատճառում քո գործընկերոջը, որ հենց դու ես զբաղվում, բայց արդյոք իր ընդհանուր գործին օգուտ է, որ հենց դու ես զբաղվում, թե ավելի լավ է քո մենեջերը զբաղվեր կամ քո թիմակիցը զբաղվեր, բայց այդ ամեն ինչը ավելի գնար։ Հիմա պայմանական իմ վրա բերեմ օրինակը, ես օրվա կեսը գրաֆիկից ելնելով հեռախոսի չեմ կարողանում պատասխանեմ, էլի։ Այդպես է ստացվել։ Հիմա ենթադրենք մենք այս բային ձայնագրության ենք, ավտոմատ ես հեռախոս չեմ կարողանում պատասխանել։ Բայց ես ապահովել եմ իմ բոլոր հաճախորդներին այն կարգի մասնագետներով, որ իմ ամեն րոպե կապի լինելը բան չի էլ փոխում։ Այսինքն ենթադրաբար եթե կա հարց, որը նույնիսկ պետքա իմ հետ խոսացվի, ես նաև իմ կարգի մասնագետով եմ ապահովել այդ մարդկանց, այսինքն իմ հետ մնում է խոսալու այն հարցերը, որոնք կամ արդեն առևտրային են, ենթադրենք պետքա միասին բանակցենք, որը ես պիտի որոշեմ, կամ բաներ են, որոնք արդեն հիմնված են ոչ թե պրոֆեսիոնալիզմի վրա, այլ վստահության վրա։ Այսինքն բաներ կա բնականաբար, որ ինչքան էլ ես քո աշխատակցի հետ կոմֆորտնի աշխատեմ, ամեն ինչ լավ լինի, բաներ կա ես իրան չեմ կարող ասեմ, բայց քեզ կարամ ասեմ, հաշվի առնելով տեղ արդեն գալիս է գործարար հարաբերությունների մի level վերև լինելը, էլի, արդեն անձնական վստահությունը եւ այլն։ Այդ ուրիշ է, բայց այն հաճախորդները, որոնք որ ուզում են, որ իրանց գործով անձամբ հենց դու զբաղվես, քեզ հետ են պահում միշտ։ Չէ, ես էլ եմ հետ պահում, ես էլ։ Չէ, ես շարունակական բնույթի մասին չի խոսքը, դե լավ է, օքեյ, բա այս մեր մենեջերը ինչի համար եմ ես էլ այդ մարդուն, հա, իհարկե, չէ, ես խոսում եմ կոնկրետ, հա, կան, որ ասել եմ, ես պարզ ասել եմ, հետո, երբ որ տարին փակվի, ինչ որ չգիտեմ, ինչ որ վաճառքը քիչ լինի եւ այլն, մենեջերին կանչել եմ, ասեմ արի հլը, մի հատ բացատրի տնամ ես ինչի ասել, մենեջերն ասել դու ես պայմանավորվել, դուք եք խոսացել, բա դու ես խոսացել, հիմա եկել ես ինձ այս գրուբը գավարի աչոտ ես ուզում։ Եթե դու քո պայմանավորվածությունները փոխանցել ես այդ մարդուն, չես թող ինքը ազատ աշխատի, կառուցի իր հարաբերությունները եւ իր պայմանները, ուրեմն ինքը քեզ report անում, ինքը քեզ հաշվետու է քո աշխատանքի վրա, ոչ թե իր։ Դու մարդուն պետքա մի փոքր էլ ազատություն տաս, իհարկե հաշվի առնելով ամեն բիզնես ունի իր հաճախորդների հետ շփվելու քաղաքականությունը եւ այլ։ Այդ ամեն ինչի շրջանակներում պետքա մի քիչ ազատություն տաս թիմին եւ առհասարակ այդ շատ վատ պնդումը, որ ասում է клиент всегда прав։ Клиент прав, когда он прав, էլի, когда он не прав, он не прав։ Տենց չի, էլի, դրա համար պետքա հասկանալ ոնց որ իրավիճակի մեջ լինել։ Իհարկե դրա հակառակ կողմն է կա, պետք է չի լրիվ քաշվել մի կողմ, ասել թե իմ թիմը սաղանում է։ Այդ էլ է, լսի, ուղղակի պետք է ունենաս վերահսկում, այդքան բան։ Միանշանակ, ճիշտ մեխանիզմ։ Հա, երեք Facebook-ում ինձ գրել էին, արդյոք ճիշտ եք համարում, որ հիմա այլ օտար ազգի մարդիկ ավելի շատ են Հայաստանում աշխատում, չգիտեմ, ինչ որ տիպը շատ են տեղ տալիս իրանց եւ այլն։ Իմ պատասխանը գիտես որն է։ Խոսքը գնում էր հնդիկների մասին եւ պարսիկների մասին։ Այն գործը, որոնք անում են մեր ընկերներ, մեր օտար ազգի ընկերները, մենք մեր լայաղին չենք վերցնում։ Ինչու, որովհետեւ քիչ աշխատավարձ է այդտեղ։ Ես արդեն 6-րդ տարին է բիզնեսում եմ, ունեցել եմ բազմաթիվ հարցազրույցներ, բազմաթիվ, ասի գալիս են գործին ընդհանրապես ծանոթ չեն տիրապետում որևէ նորմալ ինչ որ անգամ իմ հետ բանակցության մեջ իրանք չեն կարողանում իրանց դրսևորեն։ Խոսում են այնքան ամպագորգոր թվերից աշխատավարձից, որ ես մտածում եմ, ասում եմ, օքեյ, ես իսկապես պատրաստ եմ այդ գումարը քեզ վճարեմ։ Դու ինձ դրա համար ինչ ես տալու։ Դու չգիտես օրինակ, քանի ասեղ կա, դու չգիտես ասեղը ինչպես պետք է օգտագործվի, դու չգիտես սա։ Ես խոսում մենեջերի մասին, ով համակարգչի դիմաց անդամն է լինելու։ Դու ասում եմ ինձ ինչ ռեզուլտատ, ինչ արդյունք ես տալու, ինձ բացատրի, արի գանք ինչ որ կոնսենսուսի,
սկզբնականում առաջին, երկրորդ աշխատավարձը օրինակ, հա, կանք կոնկրետ մի թվի, դրանից հետո մենք վերանայենք քո աշխատավարձը, քո ասած թվի մասին խոսանք։ Հիմա դու ես 2 ամսվա ընթացքում ես պետքա քեզ սովորացնեմ աշխատելու ձևը իմ մոտ ոնց է լինելու, ըստ այդմ դու նոր ինձ արդյունք բերես։ Չէ, ճիշտ եմ, չէ։ Հա, ճիշտ ես, բայց ես չեմ կարա իմ ժամանակը սենց վատնեմ։ Okay, բա հիմա սխալ է, երբ գործարարը բիզնեսմեն է, գործարարը ինչ ուզում ես, ոնց ուզում ես, ինչքան ուզենա քո համար լավ լինի, դրա այդքան ուզենալու որ իր բիզնեսի համար լավ լինի։ Այսինքն ես արդեն կողքից փնտրելու եմ էլի նույն նավիկները ունեցող մարդու, ինձ համար ընդհանրապես կապ չունի, դա կլինի հայ ազգի, թե կլինի օտար ազգի, բայց նույն բաները այդ մարդը անում, հələ մի բան էլ ոչ փնփնթում է, ոչ ինչ որ մի բան է խոսում, ոչ էլ մի բան էլ ավել անում։ Մի գուցե փնփնթում է, բան չենք հասկանում, բայց դու իր այդ չես էլ լարվում, հասկանում ես։ Ես տենց եմ պատասխանում, որ մենք հայերս չենք ուզում։ Լսի, գիտես ինչքան մարդիկ են եկել իմ մոտ, ասում են, չէ, դե եթե այդքան է աշխատավարձը, ես չեմ գա, չեմ աշխատի, մինչև այսօր ես գիտեմ դիվանի վրա նստած, բազմոց են քշում, բայց իրանք չեն աշխատում, ինչի, որտեվ ըստ իրանց պատկերացմամբ իրանք պետքա գնան աշխատեն, չգիտեմ, ամենակիչը մենեջեր կամ տնօրեն։ Լսի, մենեջեր լինելու համար էլ դու պետքա ունենաս ճանապարհ անցած։ Դե մենեջերի առասարակ այդ եզրույթը մի քիչ մեր մոտ շատ արժեզրկվել, ու Այո։ Հայաստանում առասարակ բիզնեսի ամենամեծ խնդրումը իմ կարծիքով խնդիրներից մեկը այդ հենց մենեջմենտն է, այսինքն մենեջմենտ ասելով ես նկատի չունեմ, այսինքն այսօր ամեն ինչի անունը մենեջերը, account manager, վաճառքի մենեջեր, այսինչի մենեջեր ասելով ես մի քիչ ավելի գլոբալ, այսինքն ինչ որ բան manage անող, process-ներ եւ այլն համակարգող մարդ եմ պատկերացնում։ Ինչ վերաբերում է քո ասածին, ես մեր հայրենակիցներին խորհուրդ կտամ ավելի շատ ոչ թե այլազգին հետ վախենալ, այլ արհեստական բանականությունից, որտեվ այն ինչ որ անում է այլազգին իրանց փոխարեն, ինչ որ մի օր այդ այլազգի կարիքն էլ չի լինելու, այդ օրը կարծում եմ որոշ մասնագիտությունների դեպքում այդքան էլ սարերի հետևում չի, հետեւաբար միակ տարբերակը քեզ ավելի մրցունակ մարդ սարքելն է, էլի։ Այս վերջերս մի ընկերներից մեկի հետ, ծանոթներից մեկի հետ շփվում ենք այդ AI-ի հետ կապված, ասում է լսի, գալու է ժամանակ, որ մենք համակարգիչ, երբ որ ուզենանք մտնենք, այնտեղ բերում է, չէ, հիմա օրինակ подтвердите, что вы не робот։ Ասում է բերելու է подтвердите, что вы не человек։ Ես իսկապես հավատացի դրան ու ես այդ պատկերացրեցի, որ իսկապես կարա մի քանի տարի հետո դա էլ լինի, ոնց եղել այն ժամանակ ասում էին, գալու է մի ժամանակ լինելու են հեռակառավարման վահանակներ, հեռախոսներ, խոսելու ես քո հեռախոսով անձնական։ Հիմա то есть մենք չունենք որևէ բանի կարիք, չէ։ Հիմա ես դրան հավատում եմ, որ գալու է այդ подтвердите, что вы не человек։ Դե ինչ որ առումով դա անխուսափելի է եւ ինչ որ առումով եկել է այսօր արդեն։ Դա օրինակ մեկը ես իմ աշխատանքի մեջ շատ եմ օգտագործում AI գործիքները։ Իհարկե դեռևս օգտագործում եմ ուղղակի որոշակի մեխանիկական աշխատանքներ ավելի արագ անելու համար, բայց վստահաբար չկա այսօր տենց ոլորտ, որտեղ AI-ը ասելիք կամ անելիք չունի, հետեւաբար իզուր չի այսքան աղմուկ ու իզուր չի այսքան տրենդային այդ թեման։ Այո, եթե այսօր բիզնեսը չի մտածում ոնց օգտագործի այդ գործիքը, ինքը մի քանի տարուց լինելու է off-site կարգավիճակում ֆուտբոլի լեզվով ասած, որովհետև նույն կերպով, երբ որ պայմանական ասեմ, հա, սկսեցին հայտնվել սմարթֆոնները, վստահաբար եղան մարդիկ, որ ասեցին դե լավ էս կնոպկայով հեռախոսն էլ է օքեյ, բայց անցավ 5 տարի 10 տարի եւ իրանք այլընտրանք չունեին, ուզեն չուզեին, պիտի անցնեին սմարթֆոն, իրանք ուշացան։ Իրանք ավելի դժվար սովորեցին եւ այլն, հետեւաբար նորարարությունը որ գալիս է, ես չեմ ասում պետք է ամբողջ գլխով նետվել այդ նորարարության մեջ, պետք է հասկանալ ինքը իրանից ինչ է ներկայացնում։ Վերջ-վերջո ինքը գործիք է, որը կարա քեզ եւ օգնի, քեզ կարա վնասի։ Սոցիալական ցանցը գործիք է, կարա քեզ օգնի, կարա քեզ վնասի։ Ինտերնետը կարա քեզ օգնի, կարա քեզ վնասի։ Դրանք բոլորը նորարարություններ են, որ դու ես որոշում քո կյանքի վրա ինչ էֆեկտ կունենան, էլի։ Լսի, այդ որ ասում ես ճիշտ օգտագործելու բա սոցիալական ցանցերը մի բան էի կարդացել, ասում է, այս հեռախոսները որ դուրս եկան, այն ժամանակ միայն տան անդամները գիտեն, որ դու դեբիլ ես։ Իմ ամբողջ աշխարհը գիտի այդ մասին։ Հենց ինձ ոնց խոսում են այդ սոցցանցերի հետ կապված, մի անգամից այդ եմ հիշում։ Դե մյուս կողմից անխուսափելի է, այսօր դու չես կարա չունենաս
Այսինքն եթե դու բիզնես աշխարհում ես, բայց մարդիկ քո տեղը չգիտեն, ուրեմն դու գոյություն չունես բիզնես աշխարհում։ Իսկ տեղը իմանալու տարբերակը այսօր այլևս ոչ, չգիտեմ, ռադիո գովազդն է, ոչ բաներներն է, իրանք էլ ունեն ինչ-որ առումով իրանք սահմանափակ դերը, բայց ամենաէժան եւ ամենաարագ ներկայությունը սոցիալական մեդիան է։ Այո, ո՞նց ես վերաբերվում նրան, որ հիմա շատ են այն մարդիկ, ովքեր օգտագործում են այո սոցիալական մեդիան իրենց եւ բրենդը իրենց ներկայացնելու համար, չգիտեմ, իրենց գործերը ներկայացնելու համար, դրան ո՞նց ես վերաբերվում։ Նորմալ, որտեղ 3 եզր կա, ասենց ասեմ։ Հիմա ես ասեմ ձեզ Համլետը խոսելու է այն մասին, ես զգացի իր դեմքի ունքի արտահայտությունից, որ հիմա ինքը խոսելու է այն մասին, ինչ որ ես ուզում եմ լսեմ։ 3 խմբի են բաժանվում այդ մարդիկ իմ կարծիքով, էլի խումբ առաջինը անգլերենում ասում են fake it until you make it, այսինքն ցույց է տալի ավելին, քան ինքը կա, երազանքով, որ ինչ որ մի օր ինքը կդառնա այն, ինչ որ ուզում է լինի։ Բայց դա հավատ է ու դա աշխատում է։ Մոտեցում է, իմ համար ընդունելի մոտեցում չի, բայց ես չեմ էլ կարծում, որ ես աշխարհի բոլոր ճշմարտությունները գիտեմ, միգուցե իրանք են ճիշտ եւ ես եմ սխալ։ Իմ համար դա ընդունելի չի, այսինքն ցույց տալ ավելին, քան դու կաս, իմ կարծիքով դա փուչիկ է, որը մի օր ցանկացած փուչիկ ինչ որ չափ ունի, մինչև այդ չի տրակում, հենց որ փչվում այնքան ինչքան էլ չի ձգում, պայթում է։ Առաջի խումբը այդ խումբն է, ինքը վտանգավոր խումբ է, իրան հեշտ չի ճանաչել, այսինքն իրանք շատ լավ են սովորել անել այդ, շատ լավ են սովորել ներկայանալ ավելին, քան իրանք կան, շատ կարևոր է, բայց իրանց տարբերակ է, որովհետև դու կարաս դառնաս դրան լուրջ զոհ բիզնեսում, էլի։ Այսինքն դու մասնագետ ընտրելուց այսօր անխուսափելի է, որ իր նավիկներից բացի, իր սկիլներից բացի, նաև նայում ես իր սոցիալական մեդիաներում ներկայությունը, ով է ինքը ինչ անում։ Չես հետաքրքրվում, երբ որ նոր գործընկեր ես ձեռք բերում, օրինակ կարծիք հետաքրքրվես, արժես մարդու հետ աշխատել։ Ես օրինակ հետաքրքրվում եմ անկեղծ։ Մեր տիպի հասարակություններում, փոքր քանակով հասարակություններում, դա անխուսափելի է։ Ասեմ ավելին, եթե մարդիկ չհետաքրքրվեին ինձնով եւ մեր ընկերությունով, ես այսօր շատ քիչ հաճախորդներ կունենայի, որովհետեւ իմ հաճախորդների 50%-ից ավելին, այդ թվում մեր համագործակցությունը սկսել է այն ճանապարհով, որ ինչ որ մեկը խորհուրդ է տվել, որ այս մարդկանց հետ արժի գործ բռնել։ Բայց դա եղել է իրական, չի եղել սոցիալական մեդիայի ինչ որ բան։ Չէ, եկել է օրգանիկ լրիվ, էկո վիճակում։ Գիտես ինձ ինչն է ձեր կազմակերպությունում, ձեր կամպանիայում դուր գալիս, որ դուք ամեն մարդու հետ չեք աշխատում։ Շատ կարևոր։ Դուք չեք աշխատում ընկերս խորհուրդ տվեցի հետ, այդ կապ չունի, էլի։ Ինձ շատ դուր է եկել, օրինակ ես երբ ձեզ հետ սկսել եմ աշխատել, թեկուզ այն, որ մենք արդեն միասին ունեինք փորձ, ինձ էդ էլ է դուր գալիս, որ նաև սովորեցնում է ինչու ոչ, իսկապես դու ինձ ասեցիր Արմին, մի հատ ուսումնասիրենք կազմակերպությունները, ըստ այդմ ես քեզ ասեմ, մենք ուզում ենք, մենք պատրաստ ենք, ես հասկանում եմ դու նրա համար ես անում, որ արժի սրա մեջ մտնել, այսինքն մենք տանուլ կտանք, թե կարանք աշխատենք, հա, այս մարդու հարցը, կարիքը պետքա լուծենք, թե չէ։ Պետքա էս մեզ, թե չէ, ինչու ոչ, նաև դա քո համար էլ է կարևոր, չթանակոտվես։ Այդ իմ համար էլ է շատ կարևոր ու ես կողքից նայում, ասում նայի Մարդը փող պետք է աշխատի, չէ՞, պիտի աշխատի, բայց ինքը ասում է մի հատ մի րոպե, ամեն փող չի որ իսկ ապրես, իսկ ես տենց չէի մոտ, ես բոլորին կարեի ոչ թե վստահեի, ասեի դե հիմա գործը պիտի անենք, բա ինչ պետք է անենք, չէ՞, հիմա ես էլ եմ ընտրում ում հետ արժի աշխատել, որովհետև թեկուզ այն էներգիան, որ իրանք տանում են, կարա մի քանի շատ լավ պրոյեկտի ժերտվա տա։ Դեստեղ երկու բան կա կարևորը իմ համար, առաջինը ես հաճախորդին որ ուսումնասիրում եմ, չեմ ուսումնասիրում միայն փողի տեսանկյունից, որովհետև դա կարևոր է եւ առասարակ բիզնես մենք անում ենք փողի կամ ավելի գրագետ ասած շահույթի համար, եթե մասնագիտորեն մի քիչ ասեմ, բայց ես վերցնում եմ հաճախորդին եւ այդ հաճախորդին բացի ինձնից իմ հետ տանելու է իմ որոշակի թիմակից։ Իմ համար իմ թիմի բարօրությունը, իմ թիմի հոգեկան հանգստությունը եւ տենց բաները շատ կարեւոր է։ Ես իմ թիմին խնդրեմ չեմ ուզում տամ։ Ես իմ թիմին ուզում եմ տամ աշխատանք, դրանք տարբեր է։ Դրա համար շատ կարեւոր է, որ ես հասկանամ ինչի մեջ ենք մտնում։ Եվ երկրորդ գործընկերությունը պետքա շատ հայերեն բառը չեմ կարող նշել, պլավնի լինի։ Այսինքն այն կրակը, որ արագ է վառվում, արագ էլ հանգում է։ Այն անձրևը, որ սկսում է ուժեղ, միանգամից կտրվում է։ Այն գործընկերությունը, այն հարաբերությունը, որ սկսում է միանգամից իրարով հիացած եւ արագ,
շատ հաճախ տենց էլ ավարտվում է։ Դրա համար պետքա կամաց իրար հետազոտել, հասկանալ, եթե օքեյ ենք, այդ puzzle-ը կպնում է իրար հետ, կարանք համագործակցենք ու գնանք ճանապարհ երկար։ Էդ է գաղտնիքը, որ մենք ասենք 8+ տարվա ընկերություն ենք, ունենք բազմաթիվ գործընկերներ, որոնց արդեն 7 տարի աշխատում ենք, 6 տարի աշխատում ենք, 5-4 էլ, այսինքն հիմնականում սա ոնց որ գովազդի համար չեմ ասում, մեր բոլոր գործընկերները կփաստեն, մարդը մտնում է վիրտուոզ ու հիմնականում էլ այդտեղից էլ դուրս չի գալի։ Իրականում, չէ, այնտեղ նախ կոմֆորտ է։ Տես մի քիչ առաջ ասում ես վստահությունը, պետքա գործընկերոջդ վստահես։ Մենք ունեցել ենք ինցիդենտ միասին իմ կազմակերպության հետ կապված եւ այս տարվա մասին եմ խոսում։ Ես եղել եմ Հայաստանից դուրս Ռուսաստանում էի, գործողման էի։ Դու իմ փոխարեն բոլոր բանակցությունները շատ ավելի տես մի քիչ առաջ էլ ասում ես, որ միգուցե իմ աշխատակիցը շատ ավելի լավ բարի այդ բանակցությունը, քան որ ես կարեի անեի։ Տես, ես ավելի քան վստահ եմ, եթե ես տեղ լինեի, երևի Աստվածը ճիշտ է գտել, որ ես չպիտի լինեմ ստեղ, դրանով ի սկզբանե առաջին փուլը դու մի հատ մշակես, ըստ այդմ ես լինեմ, որովհետև այո, դու ինձ գիտես, ես իմպուլսիվ մարդ եմ, երբ որ իմ նկատմամբ լինում է ոչ արդար, կապ չունի դե հիմա ով է, հա, օքեյ, հասկանում եմ ամեն ինչ, բայց այդ անարդարությունը ես դժվար եմ մարսում։ Իմ փոխարեն դες դու գնացիր ու այդ ամեն ինչ արեցիր, դա խոսում է դա չի խոսում այն մարդու այն մասին, որ Արմինեին դու շատ հարգում ես, ուզում ես Արմինեն ինչ-որ հարցերում օգնած լինես։ Դա խոսում է այն մասին, որ դու առաջին հերթին մարդ ես ու հասկանում ես, որ դիմացինդ էլ է մարդ, հիմա ընկել է սիտուացիայի մեջ, իմ գործընկերն է, այո, պետքա մի հատ գոնե հասկանալ ինչով կարամ ես օգնեմ։ Դրա համար քո կլիենտները, ովքեր գալիս են, հիացած քո հետ շարունակում են աշխատել, ոնց որ ինձ են բերել քանի տարի ինձ, այո, լսի, ինձ շատ երկար են քեզ խորհուրդ տվել ու շատ տարբեր մարդիկ են խորհուրդ տվել, ինձ միշտ թվացել է, որ մենք երկուսս երիտասարդ ենք, կարողա չկարողանանք իրար հետ աշխատենք։ Հերթական իմ սխալ որոշումներից է եղել դա։ Դե իրականում մեր ոլորտում երիտասարդությունը ինչ որ առումով երբեմն լինում է վանող, որովհետև երբ որ դու դիմում ես հաշվապահի, հարկային կոնսուլտանտի, փաստաբանի, ֆինանսիստի, դու ակնկալում ես փորձ ու փորձ փնտրում ես ավելի տարիքով մարդու մեջ, էլի, այսինքն դու չես մտածում, որ կարա լինի ինչ որ պայմանական ասեմ, հա, ես երբ որ սկսել եմ բիզնեսը, եղել եմ 22-23 տարեկան եւ ես շատ եմ զգացել, որ մեզ մոտ գալիս են։ Ես այդ ժամանակ ունեի արդեն 4 տարվա ստաժ։ Այնինչ չի որ սկսնակ էի, այսինքն բնակարար սկսնակներով բիզնես չես կարա սկսես։ Ես ոլորտում մասնագիտացել եմ, ինչքանով որ հնարավոր էր այդ տարիքում եւ այդ 4 տարում նոր եմ հանդգնել ինձ փորձել բիզնեսի աշխարհում։ Բայց ես շատ եմ զգացել, որ երբ որ մարդիկ ի սկզբնական շրջանում գալիս էին բանակցությունների, իրանց մտքում ամեն դեպքում այդ հարցը կար, բայց այս երեխեն ոնց որ կարող է, չէ։ Իհարկե մենք մեր աշխատանքով, մեր փորձով եւ նաեւ այդ դրանով, որ դու նշեցիր հաճախորդի խնդրեմը մերը համարելով, որտեվ կա խնդրեմ, կարա չլինի հաճախորդ։ Հետևաբար այդ մարդու հարցը մեր հարցն է, պետքա փորձել Համլետ ոչ բոլորն են այտենց հասկանում, Համլետ ջան։ Այդ լավ է։ Համլետ ջան։ Ինչքան քիչ լինեն այտենց մարդիկ, այնքան մեր գործերը լավ կլինեն։ Այդ նաև քո ներքին պատասխանատվությունը, ես այո իհարկե հասկանում եմ բիզնես տեսակետից էլ, որ հաջողորդ կարաս կորցնես, բայց ես նաև հասկանում եմ մարդու ներսին դաստիարակվածությունից է դա մարդ լինելուց է այդ։ Դե ոչ մեկ չի սիրում այն մարդկանց, ովքեր մենակ լավ օրերի համար են, դա կլինի անձնական կյանքում, ընկերության մեջ եւ նույնը բիզնեսում, այսինքն երբ որ պայմանական ասեմ բիզնեսմենի դժվար պահին ինչ որ աշխատող իրան լքում է, վստահաբար ինքը ինչ որ վատ էմոցիաներ ապրում։ Ու ասեմ, ահա, ավելի բայց նույն բիզնեսմենը իրան հարց չի տալի, կարող ես էլ իմ գործընկերոջն եմ ինչ որ պահին լքել։ Միանշանակ ապրես։ Ես նաև այդ եմ ուզում ասեմ, մի քիչ առաջ դու ասում ես, որ լինում են դեպքեր, որ ես առավոտից իրգուն զբաղված եմ լինում, հեռախոսի զանգին չգիտեմ, չեմ պատասխանում։ Ես պետք է ասեմ, որ ես Մոսկվայում էի, իհարկե շատ խառն է այնտեղ էլ կապը չկար, հիշում ես, հազիվ էինք իրար հետ կապի դուրս գալիս։
ես չէի կարողանում ու ես նաև թղթաբանության հետ խնդիր ունեի, չէի կարողանում գա այստեղ ներկա լինեի, այս մարդը այսքան զբաղվածություն ունենալով անընդհատ ինձ հետ եղել է on-line, որտեղ որ պետք է եղել, որ պետք է Արմինե ջան հանգիստ եղի, ես միջև չգնամ չխոսեմ, որևէ բան դու մի խոսա, եւ այլ հասկանում ես, ես ուզում եմ ասեմ, դու անընդհատ իմ հետ այդ on-line վիճակում եղել ես։ Դե դրա համար որ հիմա ինչ որ բայ հրատապան չլինի, ես քո հետ on-line չլինեմ, դու արդեն հասկանում ես, որ ես այդ պահին լուծում եմ ինչ որ մարդու հարցը, որը որ այդ պահին օրինակ կարա նույն մակարդակի հարցը, որը որ քո համար կարիք կար խառնվելու, էլի։ Այդ շատ կարևոր է։ Այդտես երկկողմանի ճիշտ հարաբերությունները երբ որ ձևավորվում է, արդեն մարդիկ մտածում են ուրիշի տեսանկյունից, նաև իրանց ուրիշի տեղն են դնում, որ ուրեմն զբաղված է, որտեվ ինձ ճանաչող իմ գործընկերը գիտի, որ ես եթե չեմ պատասխանում, ուրեմն չեմ կարող պատասխանել, ուրեմն հաստատ ինչ որ այնպեսի հարց է, որ չեմ կարող։ Պլյուս ասում եմ ամենակարևոր բանը դա այն է, որ 10 մարդուն աշխատող համակարգ։ Okay, դու չես կարող պատասխանես։ Եթե դրանից պիտի իր process-ները կանգնի, ինքը ոնց կարա հանդուրժի, որ դու չես կարող պատասխանես։ Անհնար է։ Դրա համար մարդուն պետքա տաս համակարգ, որ եթե նույնիսկ դու չես պատասխանում, այդ համակարգը աշխատում է։ Հա, կա այն 95%-ով աշխատում է, 5%-ը քո մի հատ հանուչենա, էդ էլ դե հո չես գնացեք օրես 2 ժամից կապի դուրս կգաս, էլի։ Բայց երբ որ մարդուն չես տալի համակարգ, համել ասում ես ինձ մի զանգի, տես չի լինի։ Իսկն պետք է մարդու յուրաքանչյուր հարաբերությունը ակնկալիքների ճիշտ ձևավորումից է սկսում։ Ժամանակի ընթացքում շատերի աստղայինը տանում է Համլետ ջան։ Չգիտես, այդ լինում է մարդկանց մոտ, գործարարների մոտ։ Մեր ժամանակը արդեն կամած մոտենում է իր ավարտին, հա, շատ հետաքրքիր է իրականում, դրա համար ցենց երևի կարճ տևեց, հա, մյուս էլ։ Մենք այս նոր ֆորմատի մեջ նաև նորություններ ենք մտցրել, արդեն հյուրի գալուց առաջ, 1 օր առաջ, ոնց որ story բաժնում տեղադրում ենք սոցցանցերում, ինչ հարցեր կուզենայիք, որպեսզի մեր հյուրերը մեզ հետ քննարկեն։ Հիմա ունենք մի քանի հետաքրքիր հարցեր, որից առանձնացրել ենք 2-ը կամ 3-ը, չգիտեմ։ Խնդրեմ պատասխանես, որոնք քոնն են։ Սիրան Գրիգորյանը հարցնում է. Եթե ձեր հյուրը հաջողակ գործարար է, կուզեի լսել իր անկեղծ կարծիքը ձեզ պես հաջողակ մարդու մասին։ Շատ հետաքրքիր հարց է, իհարկե իմ կարծիքը մի փոքր սուբյեկտիվ կլինի, քանի որ խոսում եմ ոչ ինձ օտար մարդու մասին։ Մենք միասին աշխատում ենք, գործընկերներ ենք, իրար լավ ճանաչում ենք եւ Արմինեի պես մարդկային եւ գործարար առումով, երկու առումով էլ որ անդրադառնամ, քիչ կա մեր հասարակությունում, որոնի որ մենք իրար հետ ծանոթ ենք ավելի վաղուց աշխատում ենք մոտ 1 տարի է, բայց տեսել եմ թե ինչ ուժ ունի ինքը դժվարությունները հաղթահարելու եւ ինչ մղում ունի, որ կարողանա այդ պահին եղած դժվարությունից անկախ ամեն օր զարթնի, իր աշխատանքի իր մասը անի եւ դրանով շարժվելով առաջ թույլ չտա, որ դժվարությունները իրան կոտրեն։ Բազմաթիվ այլ հատկություններից ինչի հենց այդ առանձնացրեցի, որտեվ այդ այսօր շատ կարևոր է եւ ուզում եմ այդ հատկությունը պահպանես ու նույն ձևով գնաս առաջ, ես ու իմ ընկերությունն էլ ինչը որ կարողանանք քո ճանապարհին պիտանի լինենք։ Շնորհակալ եմ։ Վահե Աղամյանը հարցնում է. Ինչպես անել, որ հաղթես բիզնեսում ու չպարտվես անձնական կյանքում։ Շատ լավ հարց է, էլի շատ հետաքրքիր հարց է։ Իրականում պարտվել անձնական կյանքում բիզնեսի հաշվին միանշանակ սխալ է, որտեղ ինչպես նշեցինք մեր խոսքի սկզբում, բոլորը դրանք կյանքի ինչ որ ասպեկտներ են, որոնք քեզ տալիս են բավարարվածություն եւ որևէ մեկից մի աղբյուրից դու չես կարող քաղել են լիարժեք բավարարվածության քանակը, որը անհրաժեշտ է քեզ երջանիկ լինելու համար, նույնիսկ ոչ թե երջանիկ, այլ ուրախ։ Մարդու կյանքի վերջնական իմաստը ամեն դեպքում իշն է, որ դու ուրախ լինես եւ դու չես կարող ուրախ լինես միայն բիզնեսով, իմ կարծիքով, միայն ընտանիքով կամ միայն ընկերական հարաբերություններով։ Կյանքում ինչ որ պահի դրանցից ինչ որ մեկը տուժում է կամ շահում է ի հաշիվ մնացածի եւ այդ նորմալ է, որտեվ ամեն պահի քո այդ սեգմենտներից ինչ որ մեկը ավելի ուշադրության կարիք ունի։ Բայց պետքա հետո դա լրացնել եւ այնպես անել, որ այդ կողմերից ոչ մեկի մոտ չլինի տպավորություն, որ դու իրան անտեսել ես։ Հիմնական գաղտնիքը դա է։ Դե այս հարցին ես չեմ կարող պատասխանել, որովհետեւ ինձ մոտ բալանս գոյություն չունի։ Սիրելի ընկերներ, այսօր ավարտեցինք մեր
հրաշալի զրույցը ինձ շատ դուր եկավ։ Փոխադարձ Հա, այս աննկատ անցավ։ շատ աննկատ, իդեպ նախորդն էլ էլի շատ աննկատ անցավ, շատ հետաքրքիր էր, շատ շնորհակալ եմ, Փոխադարձ ես եմ շնորհակալ։ որ այո եկար ու սենց հետաքրքիր զրույց ունեցանք մենք, չնայած մեր զրույցները միշտ են լինում պլադատվորնի, այս անգամ բացառություն չէր, բայց շատ շնորհակալ եմ։ Ես էլ եմ շնորհակալ, շատ լավ բան ես անում ու նույն տեմպերով շարունակի, որովհետև կարևոր է հանրայնացնել հաջողության պատմությունները, որը կարող է ոգեշնչի մարդկանց թեկուզ մի հոգու կամ ինչ-որ խմբի։ Այո։ Տեսություն։